Ինչ ես թողնելու սերունդներիդ։ Մի պահ կանգ առու մտածիր, ինչ ես թողնելու քեզանից հետո։ Ոչ թե խոսքս տան, մեքենայի կամ քո դրամապանակի մասին է, այլ թե ինչ մարդ ես թողնելու, ինչ հոգի, ինչ արժեք ես կերտում քո սերունդներում։ Քո երեխաները դիտում են քեզ, դու օրինակ ես նրանց համար, երբ խոսում ես բարձր ձայնով, երբ ծխում ես ասելով ես եմ տերը իմ կյանքի, երբ խմում ես նրանց ներկայությամբ, երբ քո զայրույթով պայթում ես, բայց ինչ է սովորում քո որդին, քո աղջիկը։ Դու ասում ես, մարդ պետք է խելացի լինի, միամիտ չլինի, բայց զավակից սովորեցնում ես ստել հանուն շահի, գողանալ իբր իր կարիքի համար, ուժով լուծել բաները, որպես հայեցի կեցվածք։ Եվ հետո զարմանում ես, թե ինչու քո որդին շուտ բորբոքվող դարձավ, ինչու աղջիկը չհավատաց սիրուն, ինչու քո ընտանիքը քանդվեց։ Սերունդները մեր ոտնահետքերն են, իսկ դու որոշում ես, թե ուր են գնում նրանք։ Քեզանից հետո նրանք քայլելու են քո ապրած ճանապարհով ու նմանվելու են քեզ։ Ինչ ես թողել նրանց համար։ Գիտես, կյանքը կարճ է, իսկ հորերը մի օր կվերջանան, եւ նրանք ապրեն արդեն քեզանից հետո, ինչ կասեն։ Իմ հայրը կռվարար էր եւ մեզ դա փոխանցեց։ Իմ մայրը չխոնարհվող էր եւ ամբողջ կյանքում բաժանում բերեց։ Թե կասեն, մայրս մեղավոր էր, նա սխալվում էր, բայց միշտ ապաշխարում էր, նա աղոթում էր։ Եվ ես հիշում եմ նրա սրտի ցավը, երբ սխալ էր գործում։ Դու կարող ես փոխվել։ Քո կյանքը թող դառնա նոր սկիզբ, որպեսզի երբ քեզ հիշեն Քրիստոսին, ում հետ դու քայլում էիր։ Սերունդը բառերով չի դաստիարակվում։ Սերունդը քո կյանքով է ձևավորվում, տեսնելով քո օրինակը։